Այսօր հայտնի դարձավ, որ փակ դիվանագիտական դռների հետևում լուրջ քննարկումներ էին ընթանում գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի տեքստի մի քանի կետերի շուրջ։ Ես հասցրեցի պարզապես հարցնել Հայաստանի նախագահին, թե գոհ է արդյոք Ռիգայի գագաթնաժողովի աշխատանքներից։ Պարոն նախագահ, գոհ եք աշխատանքներից գագաթնաժողովի։ Ինչպես գիտենք, երեք եզրափակիչ փաստաթղթի եզրույթներից մեկի շուրջ վիճաբանություններ ծագել, մասնավորապես Հայաստանը եւ Բելարուսը դեմ էին արտահայտվել Ղրիմի ապօրինի բռնակցման եզրույթին եւ կարծում եմ, որ ընդհանրապես այդպիսի արտահայտություն չպետք է լինի վերջնական փաստաթղթում։ Սակայն այսօր պարզվեց, որ որևէ առարկություն չկա եւ այդ եզրույթը մնում է փաստաթղթի մեջ, որովհետեւ ի վերջո պարզվում է, որ այդ եզրույթը վերաբերում է ոչ թե արևելյան գործընկերության երկրներին, այլ Եվրամիության անդամ երկրներին։ Իսկ քանի որ Հայաստանը Եվրամիության անդամ չէ, ապա որևէ ազդեցություն, որևէ առնչություն չի կարող ունենալ այդ եզրույթի հետ։ Այդ իմաստով կարծեք թե հնարավոր եղավ հարթել այդ տարաձայնությունը, ինչպես այդ մասին հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Բարեբախտաբար Ռիգայում բանակցությունները ներդաշնակ են ընթանում եւ մենք կարողանանք համաձայնել համատեղ հռչակագրի շուրջ, որտեղ հստակ պետք է լինի, որ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանվի։ Սա արևելյան գործընկերության երկրների ընդհանուր դիրքորոշումն է, ասաց Անգելա Մերկելը։ Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանը առարկություններ ունի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եզրափակիչ փաստաթղթի ձևակերպումներից։ Փաստաթղթի նախագծում նշում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվի, որ Եմեն աջակցում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը միջազգային իրավունքի եւ նորմերի հիման վրա։ Միջազգային իրավունքի որևէ սկզբունք առանձնացված չէր փաստաթղթում, ոչ տարածքային ամբողջականություն եւ ոչ էլ ինքնորոշման սկզբունքները, սակայն հետագայում կարծեք թե հաջողվեց հարթել այս բոլոր տարաձայնությունները եւ տեքստը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ մնաց նույնը։ Գագաթնաժողովի ամենաազդեցիկ ղեկավարներից մեկը անկասկած Անգելա Մերկելն է, որի ամեն մի մեկնաբանություն եւ խոսքը մեծ ուշադրությամբ է լսվում այստեղ։ Ինչպես գիտենք, հենց Գերմանիայի բյուջետային հատկացումները Եվրամիության ամենախոշոր հատկացումներն են եւ ցանկացած պետություն, որը ցանկանում է օգնություն ստանալ Եվրամիությունից, գիտակցում է, որ պետք է լավ հարաբերություններ ունենա Գերմանիայի հետ, ստանա Գերմանիայի կանցլերի աջակցությունը։ 3-5 շաբթի օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շուրջ կես ժամ հանդիպում ունեցավ Անգելա Մերկելի հետ։ Նախագահ Սարգսյանն ու կանցլեր Մերկելը քննարկել են հայ-գերմանական միջպետական հարաբերություններ, գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին շրջանում նշանակալիորեն ընդլայնվել եւ հաստատվել են հայ-գերմանական համագործակցության օրակարգը, որն համապնդվել է համագործակցության շուրջ 6 տասնյակ համաձայնագրերով։ Հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։ Ռիգա գալուց առաջ իդեպ կանցլեր Անգելա Մերկելը ասել էր, թե Ուկրաինան եւ Վրաստանը առայժմ պատրաստ չեն Եվրամիության հետ առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորություն ստանալու համար։ Առավել պատրաստ Վրաստանն է, իսկ Մոլդովան արդեն ստացել է այդպիսի հնարավորություն։ Արևելյան գործընկերությունը Եվրամիության ընդարձակման գործիք չէ, այն ավելի շուտ գործիք է Եվրամիությանը մոտենալու համար։ Ահա այս հիմքի վրա ենք մենք վարելու բանակցությունները։ Անգելա Մերկելի այս հայտարարությունը մի փոքր հիասթափություն էր առաջացրել հատկապես վրացիների եւ ուկրաինացիների մոտ, սակայն հետո Եվրամիության մի շարք ղեկավարներ հայտարարեցին, թե գործընկերության այն երկրները, որոնք ուզում են միանալ Եվրամիությանը, պետք է այդպիսի ձգտման հնարավորություն ունենան։ Ամեն երկիր ինքն է որոշում, թե որքան է ցանկանում մոտենալ, մերձենալ Եվրամիությանը, որքան սերտ հարաբերություններ է ուզում հաստատել Բրյուսելի հետ։ Ահա այս ամենը արդեն արտահայտվել է գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում կամ ընդհանուր հայտարարագրում։